Ես ծնվել եմ 1936 թվին, 89 տարեկան եմ։ Ապրել եմ Վերի Սասունիգա, հին անունը Ղարաջալար եղել, 1962 թվին մեր գյուղը վերաբնակեցրին, իջեցրին նստեղ, որը կոչվում է Սասունիգ։ 1965 թվից նշանակվել եմ Սասունիգ սովխոզում որպես բրիգադիր։ Աշխատել եմ բրիգադիր մինչև 1988 թվի, մինչև խորհրդային պետության փլուզման։ Ունեմ լավ տղաներ, ունեմ լավ թոռներ, լավ հարցներ, բոլորն էլ ինձ լսում հարգում են։ Ահա երկրագործության գաղտնիքը։ Կոմունիստների ժամանակ այս բնակարանները բոլորը ձրի են տվել մեզ, անվճար։ Նստել ենք, ասում են, եթե եկել ես նստել ես, պարտադիր պետք է գյուղատնտեսության մեջ աշխատես։ Եթե ոչ, բնակարանն ազատ է։ Այն ժամանակը դենց էր։ Ստիպված տան անդամներից 2-3-ն աշխատում են։ Կարմրահյութը։ Սասունիգը համարվում էր խաղողի բերքի ցուցանիշներով երրորդ տեղը, լավ բերք ենք տալիս, ժողովուրդն աշխատում են, միասնական ամեն ինչը շատ լավ էր ստացվում։ Եթե ճիշտն ասենք, գյուղացիները բոլորն էլ դժգոհ են այսօրվա վիճակից։ Գյուղնախարարությունը գոյություն չունի, չկա։ Հողերը բաժանեցին գյուղացիներին։ Գյուղացիները չկարողացան մշակել հողերը։ Հիմա Սասունիգում 90% հողերը բաց են թողի ժողովուրդը, բայց թե հողի վարձը տալիս են։ Ռոռոգման ջուրը հիմնականում Սևանից է գալիս, շատ ուշ են տալիս, որը չի բավարարում ժողովրդին, ձեռնատու չի եւ այսպես մարդիկ կարծես թե հրաժարվել են այդ հող մշակելուց։ Գյուղատնտեսությունը կարծես թե մարել է։ Առաջընթաց չկա, բիզնեսմենների մասին չեմ խոսում, հիմնականում փոքր գյուղացիներ, որոնք կես հեկտար հողատարածք է մի ընտանիքի, մեկին 1 հեկտար է հասել, բայց թե հնարավոր չէ, մեխանիզացիա չկա, հնարավոր չի մշակել, առանց մեխանիզացիայի 1 հեկտար հող մշակելը շատ դժվար է եւ ջրի խնդիրն է։ Ու բանից պարզվում է, որ խաղողը այսօր վիճակով ես թարմ եմ, ես բավականի թարմ ունեմ, հատուկ մշակում եմ, բան եմ անում, խաղողը ստանում եմ, օղի եմ պատրաստում եւ վերջ, իսկ խաղողի այգին դաշտը է, տվել եմ տղաներն են մշակում, բայց մշակում են, հանձնում են խաղողը պետությունը ընդունում է շատ էժաններով, հետո գումարն էլ ժամանակին չի տալիս։ 3 ամիս 1, 4 ամիս 1 դենց գումարը տալիս է, այդ գումարն էլ մինչև գալիս ասում է, այդ տանտերը արդեն բավականին պարտքի տակ է։ Վարգ են վերցնում, վարգի տակ խեղդվել են ժողովուրդը, չեն կարողանում փակեն։ Այսպես ծանր վիճակ է հիմա գյուղացու վիճակը։ Այս ժամանակ խաղողի մշակության բոլոր գյուղերի սովխոզ կոլխոզներ գոյություններ օգուտն էլ էր պետության, վնասն էլ էր պետություն, ուրենց պետությունը այնպես էր անում, որպեսզի չվնասվի եւ գյուղացին հողից չփախնի։ Սիրիայից ինչքան բաներ բերեցին, մարդկանց բերեցին, գյուղերում բաժանեցին, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա եւ բնակիչների թիվը գյուղում մնա, ոչ թե փախչի դեպի քաղաք, այլ գա դեպի գյուղը։ Գիտելիքը չկա։ Գիտելիքի դեպից ով է գնում, ոչ մեկ։ Եթե գիտելիք ունենային գյուղնախարարին մի լավ մարդ կնշանակեին, որպեսզի այն ժամանակ գյուղնախարարը, եթե Սասունիգը 1 օր ռոռոգման ջուրը կդրված էր, զանգում էին Շրջկոպի նախագահին, Շրջկոպի նախագահ մի հատ զանգում էր, գյուղնախարարը հաջորդ օրը ջրի հետ գալիս էր։ Սասունիգի ջուրը չի կդրել։ Դե հիմա յուրաքանչյուր մեկը ձգտում է, որ իր կողքի հետ է մարդը իրան պաշտպանող լինի, իր կողմից խոսի։ Կես ինչ է մեր երկրի վիճակը։ Երկրի ղեկավարը նախ լավ դիվանագետ պետք է լիներ եւ պահանջկոտ, խիստ։ Փաշինյանը այդ կողմից թույլ էր։ Ես լիդերը չունեմ,
ով որ լինի խիստ օրինական պահանջկոտ, բոլոր ղեկավարների նկատմամբ պահանջկոտ լինի, յուրաքանչյուր ղեկավարը իր դերում աշխատող լինի եւ յուրաքանչյուր ղեկավարը իր կատարած աշխատանքի համար պատասխան պետք է տա։